Այսօր սննդամթերքի վերաբերյալ գների ուսումնասիրությամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովը կանցկացնի ամփոփիչ հանդիպում։ Հանձնաժողովի անդամները խոշոր մանրածախ առևտրային ցանցերի օպերատորների մասնակցությամբ կքննարկեն սննդամթերքի շուկայի կառուցվածքը, գնագոյացման շղթան եւ ոլորտի գործառնական գործընթացները։ Այսօրվա հանդիպման ժամանակ շեշտը կդրվի առևտրային հարաբերությունների վրա, դիստրիբուտորների եւ արտադրողների հետ քննարկումը կվերաբերի վճարման պայմաններին։ Եզրակացությունն ու առաջարկությունները կպատրաստվեն 2 շաբաթում, իսկ դրանից հետո հանձնաժողովը կսկսի ուսումնասիրել արդեն այլ ոլորտներ եւ կհանդիպի դեղագործական ու վառելիքի ոլորտներում գործող ընկերությունների հետ։ Լելո ուժեղ Վրաստան կուսակցության դիրքորոշումն է, որ անհրաժեշտ է սկսել պատասխանատու քաղաքական բանակցություններ վրացական երազանքի եւ այն ընդդիմադիր կուսակցությունների միջև, որոնք 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում ստացել են Վրաստանի բնակչության մեծամասնության աջակցությունը։ Այդ մասին կուսակցության առաջնորդները հայտարարել են խորհրդակցական հանդիպումից հետո։ Նրանց հայտարարությամբ արկա քաղաքական ճգնաժամից դուրս գալու ճանապարհը նոր, ազատ եւ արդար խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ համաձայնության հասնելն է եւ դրան զուգահեռ անհրաժեշտ է ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին։ Նաև ուժեղ Վրաստան Լելոն պատրաստ է պատասխանատվությամբ գործել բոլոր այն քաղաքական ուժերի հետ միասին, որոնց համար Վրաստանի անվտանգությունն ու ժողովրդավարությունը գլխավոր ազգային առաջնահերթությունն են, նշված է Լելո ուժեղ Վրաստանի կողմից արված հայտարարության մեջ։ Այսօր Բրյուսելում Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները կքննարկեն Վրաստանի հարցը։ Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նախնական օրակարգի համաձայն քննարկումը կվերաբերի Վրաստանում զարգացող քաղաքական իրադարձություններին։ Վրացական երազանքը այս հանդիպումից դրական սպասումներ չունի, քանի որ մեծամասնության անդամների գնահատմամբ վերջին շրջանում Եվրամիության կողմից վրացական հասարակության հասցեին հնչում են միայն սուտ եւ ճնշում։ Վրաստանի նախագահը ԻՄԵԴ-ի կիրակի հաղորդման ընթացքում խոսել է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Վրաստանի հարաբերությունների վերագործարկման հեռանկարների մասին։ Միխեիլ Ղավելաշվիլիի տեղեկությամբ Վրաստանի առաջին տիկին Թամար Բագրատիոնին Մելանիա Թրամփի հրավերով կմասնակցի միասին ավելի լավ ապագայի համար գլոբալ գագաթնաժողովին, որը կանցկացվի Վաշինգտոնում։ Գագաթնաժողովի նպատակն է աջակցել երեխաների կրթությանը, զարգացմանը եւ բարեկեցությանը առաջատար տեխնոլոգիաների անվտանգ եւ նորարարական օգտագործման միջոցով։ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարը հայտարարում է, որ իր սպասումով Իրանի հետ պատերազմը մոտակա մի քանի շաբաթում կավարտվի։ Քրիս Ռայթի խոսքով հնարավոր է, որ դա նույնիսկ ավելի շուտ տեղի ունենա։ Ռայթը նշված մեկնաբանությունը արել է այն ֆոնին, երբ նավթի գները կտրուկ աճում են, ինչը ԱՄՆ-ում վառելիքի թանկացման պատճառ է դառնում եւ նշել է, որ հակամարտության ավարտից հետո էներգամատակարարումը կվերականգնվի, իսկ գները կսկսեն նվազել։ Ռաճա Լեչխում Քվեմո Սվանեթի տարածաշրջանում անտառատնտեսության տեղամասերի վարչությունները կգործեն նոր շենքերում։ Շենքերի կառուցումը ավարտվել է Ցագերիում, Լենտեխում եւ Օնիում։ Ամբրոլաուրիում ընթացող շինարարական աշխատանքներին տեղում է ծանոթացել ազգային անտառային գործակալության ղեկավար Բեսիկ Ամիրանաշվիլին։ Ազգային անտառային գործակալության նախաձեռնությամբ երկրի մասշտաբով ընդհանուր առմամբ կկառուցվի 10 վարչական շենք։